Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ելից գիրք 9-րդ գլուխ Անասուններու մահ։ Դերը Մովսեսի ըսավ. Մդիր փարավոնիկով եւ ըսե անոր։ Դերը Եբրայեցներուն Աստվածը սա գահիդարարե։ Արցագեին ժողովուրդս, որբեսի զիս բաշտե։ Արտարև եթե մերժես զանոնք արցագել ու դագավին ամուր բռնես զանոնք, ահա դիրոջ ցերկը թաշտի մեջ եղող քու խաշինքիդ վրա լալով ցիերուն, էշերուն, ուղդերուն, արչարներուն ու ոչխարներու մեջ հույժ սաստիկ ժանդախտ պիտի ելլա։ Դերը Իսրայելի խաշինքն ու Եգիպտոսի խաշինքը պիտի զադորոշե եւ Իսրայելի որդիներուն անասուններեն ոչ մեկը պիտի մեռնի։ Դերը ժամանակ որոշեց ըսելով. Դերը վաղը պիտի անե այս բանը երկրի մեջ։ Ու հետևյալ օրը դերը ըրավ այս բանը։ Եգիպտացիներուն ամբողջ խաշինքը մեռավ, բայց Իսրայելի որդիներուն խաշինքեն ոչ մեկ անասուն մեռավ։ Փարավոն մարդ ղրգեց եւ ահա Իսրայելի խաշինքեն ոչ մեկ անասուն մեռած էր։ Սակայն փարավոնի սիրտը խստացավ ու ժողովուրդը չարցակեց։ Ուրեցքներ։ Դերը Մովսեսի եւ Ահարոնի ասավ. Արեք ցեզի երկու փուր հնոցի մոխիր ու Մովսես տեբի երկինք թողցանե զայն փարավոնի արչև։ Ան փոշի բիդելա Եգիպտոսի ամբողջ երկրին վրա ու մարդոց եւ անասուններուն վրա խաղավարտներ հանող բալարներ պիտի ելան Եգիպտոսի ամբողջ երկրին մեջ։ Ոստի հնոցի մոխիր արին ու փարավոնի արչև գայնեցան ու Մովսես տեբի երկինք ցանեց զայն։ Մարդոց եւ անասուններուն վրա խաղավարտներ հանող բալարներ եղան։ Մոքերը բալարներուն բաժարով չգրցան գայնիլ Մովսեսի արչև, որովհետեւ բալարները մոքերներուն վրայալ ու բոլոր Եգիպտացիներուն վրա եղան։ Դերը գարձացուց փարավոնի սիրտը եւ անոնց մտիկ չրավ, ինչպես դերը Մովսեսի ասերեր։ Գարգուտ։ Դերը Մովսեսի ասավ. Արդուն գանուխ ելիր, փարավոնի ներկայացիր եւ անորսե։ Դերը Եբրայեցներուն Աստվածը սա գահիդարարե։ Արցագեիմ ժողովուրդս, որբեսի զիս բաշտե։ Քանի որ այս անգամ իմ բոլոր բադուհասներս պիտի ղրգեմ քու վրատ եւ ծառաներուդ ու ժողովուրդիդ վրա, որբեսի գիտնաս թե ինձի նման ոչ մեկը գա ամբողջ երկրի վրա։ Արտարև հիմա ցերկս պիտի երգարեմ, որբեսի քեզ ու քու ժողովուրդը ժանդախտով զարնեմ ու երկրի վրայեն պիտի անհետանաս։ Քեզ նշանագեցի, որբեսի իմ կարողությունս քեզնով ցույց տամ եւ ամբողջ երկրի վրա իմ անունս հռչակվի։ Տունդագավին իմ ժողովրդից թեմ կգենաս, որ չարցակես զայն։ Ահա վաղը այս ադեն հույժ սաստիկ գարգուտ պիտի դեղացնեմ, որում պես Եգիպտոսի մեջ եղած չէ անոր հիմնված օրեն մինչև հիմա։ Հիմա մարդ ղրգե եւ հավաքեք ու խաշինքդ, նաեւ ինչ որ ունիս տաշտի մեջ, որովհետեւ բոլոր անոնք մարդ է անասուն, որ տաշտի մեջ գտնվին ու դուները հավաքված չլան, անոնց վրա գարգուտը պիտի իջնե եւ պիտի մեռնին։ Փարավոնի ծառաներեն ան, որ դիրոջ խոսքեն գվախնար, իր ծառաներն ու խաշինքը դուներու մեջ հավաքեց։ Սակայն ով որ դիրոջ խոսքին ուշադրություն չդարձուց, իր ծառաներն ու խաշինքը տաշտին մեջ թողուց։ Դերը Մովսեսի ասավ. Երգարեց ցերկը տեբի երկինք, որ գարգուտը լա Եգիպտոսի ամբողջ երկրին մեջ, մարդոց եւ անասուններուն վրա ու Եգիպտոսի երկրի մեջ եղող տաշտերուն ամբողջ փույսին վրա։ Երբ Մովսես իր կավազանը երգարեց տեբի երկինք, դերը որոդում եւ գարգուտ ղրգեց ու գրագը երկրի վրա գշրջեր։ Դերը Եգիպտոսի երկրին վրա գարգուտ տեղացուց, հույժ սաստիկ էր գարգուտը եւ գարգուտին խառնված գրագը, այնպես որ անոր նմանը եղած չէր Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ ազգ ըլլալեն իվեր։ Գարգուտը Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ զարգավ, թաշտ եղող ամեն ինչ, մարդե մինչև անասուն, գարգուտը թաշտին ամբողջ փույսը զարգավ ու թաշտին բոլոր ծառերը գոդրեց։
Միայն Քեսեմի երկրի մեջ, ուր Իսրայելի որդիները կբնակեին, գարգուտ չեղավ։ Փարավոն մարդ խրգեց Մովսեսն ու Ահարոնը գանչեց եւ անոնց ասավ. այս անգամ մեղանչեցի։ Եհովան արդար է, ու ես եւ իմ ժողովուրդս հանցավոր ենք։ Թախանցեցեք Տիրոջ, որ Աստուծո որոդումներն ու գարգուտը թատրին եւ ցեզ պիտի արցակեմ ու ալ պիտի չգենաք։ Մովսես անոր ասավ. երբ քաղաքեն դուրս ելեմ, իմ ցերկերս Տիրոջ պիտի երգարեմ ու որոդումները պիտի թատրին եւ ալ գարգուտ պիտի չլա, որբեսի գիտնաս թե երգիրը Տիրոջն է։ Բայց ես գիտեմ, թե թուն ու քուծարաները դակավին դեր Աստուծմե չեք վախնար։ Վուշը եւ քարին զարնվեցան, որովհետեւ քարին հասած էր ու վուշը ծաղկած, բայց սորենը եւ հաջարը չզարնվեցան, քանի որ ուշ կփուսնին։ Մովսես Փարավոնի կովեն ու քաղաքեն դուրս ելավ եւ իր ցերկերը Տիրոջ երգարեց։ Որոդումներն ու գարգուտը թատրեցան եւ երկրի վրա անձրև չդեղած։ Երբ Փարավոն անձրևին գարգուտին ու որոդումին թատրիլը տեսավ, դարձյալ մեղանչեց, սիրտը խստացուց, նույնպես ալ իր ծառաները։ Այսպես Փարավոնի սիրտը գարձրացավ ու Իսրայելի որդիները չարցակեց, ինչպես դերը Մովսեսի միջոցով ըսեր էր։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։